Հերպեսներ, վիրուսներ, որոնք կարող են արտահայտվել ձեր մարմնում տարբեր հատվածներում տարբեր խնդիրներով։ Այսօր ուզում եմ տալ մի փոքր ինֆորմացիա, ինչպես են հերպեսները կապված նաև մեր հոգե-էմոցիոնալ վիճակի հետ։ Շատերդ եք լսել մարդու հերպես մաշկին դուրս տալու ցանավորման ձևով, երբ հիվանդանում ենք իմունիտետն է անկում ունենում։ Հնարավոր է հերպեսի տեսակ, ասեմ, որ լինում են 8 տեսակի հերպեսներ, եւ մի տեսակը դա Էփշտեյն բարն է, որը առաջացնում է կոկորդային խնդիրներ մոնոնուկլեոզի ձևով, կան հերպեսներ միզուղիների ախտահարմամբ, կան հերպեսներ տարեցների մոտ միջկողային նևրալգիաների, ահավոր ցավերի եւ վերքերի ձևով։ Դա հերպես զոստերն է։ Եվ հերպեսներին ուզում եմ անդրադառնալ հատուկ այն մարդկանց համար, ովքեր գերհոգնում են, ուշադրություն չեն դարձնում իրենց օրգանիզմի տված ազդակներին, ովքեր գտնվում են անընդհատ թույլ իմունային համակարգի վիճակում, բայց դրա մասին գաղափար չունեն։ Եվ երբ որ հիվանդանում են, նրանց մոտ ուղղակի դա կարող է արտահայտվել մաշկային ցանավորման։ Հետո էլ ասում են, որտեղից էր այս ինֆեկցիան։ Հերպեսների մասին շատերը կամ վախով են անդրադառնում, կամ ուղղակի ուշադրություն չեն դարձնում։ Բացի այն, որ հերպեսները զուգակցում են ձմռան ամիսներին, մրսածության խնդիրներին, ինչպես նաև հնարավոր վարակի աղբյուր են, քանի որ հանդիսանում են վիրուսներ, նաև գոյություն են քրոնիկ հոգնածության հերպեսները, հենց նույն Էփշտեյն բարը։ Եվ եկեք այստեղ պատկերացնենք, ինչ կապ ունի այդ հերպեսը մեր հոգնածության հետ։ Պարզվում է, ախտահարելով մեր նշիկները, մեր իմունային առաջին պատնեշը կարող են բերել մշտական քրոնիկ բորբոքային վիճակի կամ թարախային պրոցեսների։ Լավագույն դեպքում հնարավոր է դուք նկատեք փոքրիկի մեծի մոտ այդ գնդիկները թարախային, հնարավոր է չզգաք, միայն մեծանան, կամ չլինի հենց տեղային խնդիր, բայց արտահայտվի ամբողջ մարմնով այդ թուլության, հոգնածության, էներգիայի պակասով։ Ինչպես հաղթահարել այս խնդիրները եւ նաեւ ինչի հետևանք կարող են լինել։ Հիմա ներկայացնեմ մի քանի հետաքրքիր կապեր։ Եթե դուք հաճախակի եք հոգնում, մշտական ստրեսի մեջ, լավ չեք քնում, ինչպես նաեւ ունեք հորմոնալ խախտումներ եւ պետք է դիմանալ, պետք է համբերել, ապա այս վիճակը հետո կհանգստանա, կարող է բերել հերպեսների սրացման։ Եվ իմացեք, երբ հոգեկան վիճակը գեժ լարված է, մեր իմունային համակարգը թուլանում է եւ վիրուսը դուրս է գալիս։ Վիրուսների հետ միաժամանակ կարող են լինել նման մտքեր, որ ձեզ հանգարում են, ձեր սահմանները անցնում են։ Չեմ կարողանում ասել ոչ։ Անընդհատ պետք է դիմանամ, ես պաշտպանված չեմ։ Ահա եթե դուք նմանատիպ հոգեբանական վիճակում եք, նույնպես կարող են հերպեսները ազդել ձեր օրգանիզմի վրա նաև ֆիզիկապես։ Նաև հետաքրքիր փաստ, որ զայրույթը եւ ամոթի զգացողությունը կարող են բերել հերպեսների սրացման։ Նորից իմունային համակարգը կորցնում է իր կարգավորող մեխանիզմների ուժը եւ դրա արդյունքում դուք անընդհատ ունենում եք խնդիրներ։ Հաջորդը միշտ քրոնիկ հոգնածության հետ հերպեսը բերում է ակտիվացման ստրեսերի վիճակի։ Այսինքն մենք գիտենք, որ ստրեսն է ազդում մեր վրա, բայց ձեր օրգանիզմը եթե չունի ներքին ռեսուրս, ինքը չի դիմանում, չունի ստրեսակայունություն։ Նաև ինչպես կանգ առնել, ինչպես այս անընդհատ գերլարված տեմպով աշխատանքի ընթացքում ասել, ինձ հանգիստ է պետք։ Եվ այդ հանգիստը սիրելիներս չպիտի լինի, պարկենք տանը, գոնե մտնենք հեռախոսների մեջ, նայենք, չգիտեմ, ֆիլմ, նայենք սոցցանցեր, վատ ինֆորմացիա լսենք, ավելի լարենք մեր միտքը ուղեղը։ Այդ ժամանակ դուք պետք է փորձեք կարգավորել գլխուղեղ մարմին կապերը։ Եվ քանի որ ստրեսերի ժամանակ որքան էլ օգտագործեք հաբեր, առանց գերհոգնածության սիմպտոմը վերացնելու, առանց ճիշտ էներգիա տալու մարմնին, մկաններին, ուղեղին, ձեր օրգանիզմը չի կարող հաղթահարել եւ ոչ մի վիրուսի։ Այսօր ես խոսում եմ հերպեսների մասին, բայց նշեմ, որ սա բնորոշ է ցանկացած տիպի վիրուսին, COVID-ներին, COVID-ի նման գրիպերին, որոնք այսօր շատ տարածված են։ Օրգանիզմը երբ գերհոգնում է, նրա մարմինը էլ չի կարող աշխատել, ասում է վերջ պարկիր հանգստանալու ու դա արդեն արտահայտվում է խորը հիվանդությամբ, ավելի վատ դեպքերում, ջերմության տատանումներ, շաբաթով ամիսով պարկել, քրոնիկ հիվանդություններ ձեռք բերել, մեկի մոտ կարող է լինել ճնշում, մյուսի մոտ շաքարային դիաբետ, այստեղ հարցը արդեն միայն հերպեսները չեն մաշկային արտահայտությամբ, այլ ներքին քրոնիկ վիճակների ստեղծումն է։
Եվ այսպես, եկեք հասկանանք, ինչու են պարբերաբար կրկնվում հերպեսները։ Շատերը ինձ հարց են տալիս. Եթե մենք մեկ անգամ բուժվել ենք, ինչու պետք է նորից հերպես լինենք։ Հիշեք, հերպեսը մարդու հերպեսն է, որը միշտ կարող է թաքնված լինել եւ մեր իմունային համակարգը նրան ճնշած պահի։ Բայց եթե գալիս է ստրեսային վիճակը, գերհոգնածությունը, չքնելը, խնդիրները թողնելը ու չլուծելը, անպայման նա կրկնվում է։ Ինչու ենք մենք հոգնած, ինչու ենք անընդհատ տագնապի ու լարվածության մեջ, ինչպես են էմոցիաները մնում մեր մարմնում, դրա համար եկեք հասկանանք, դա հոգեբանական խնդիր է, թե մարմնական, ու անցնենք այն թեստը, որը առաջարկում ենք մենք հիմա ձեզ։ Անցնում եք հղումով, մտնում եք եւ այնտեղ պատասխանում եք այն հարցերին, որոնք կտրվեն որպես թեստ։ Արդյունքների հիման վրա մենք արդեն կներկայացնենք ինչ է անհրաժեշտ ձեզ վերականգնելու, պայքարելու հերպեսների դեմ, ինչպես նշեցի, հատուկ ուշադրություն դարձրեք այն սիմպտոմներին, որ տիպի հերպեսը, որ հատվածում է տեղակայվում եւ ինչ ձևով է արտահայտվում, կոկորդային է, երեխայի մոտ է, մեծահասակի մոտ է, մարդկային է, միզասեռական է, թե միջկողային նևրալգիաների ձևով, այս բոլոր տեսակի ազդանշանները նույնպես խոսում են այն մասին, որ հնարավոր է ձեր օրգանիզմում կան հերպեսներ։ Անցնել նաև թեստը, որից հետո, եթե հնարավորություն կա, այցելել Հայաստանում եւ ԱՄՆ-ում իրիդոսկրին թեստավորման։ Դրա արդյունքում ավելի պարզ կտեսնենք առկա են արդյոք տոքսինները, որոնք արտադրում են հերպեսները եւ ինչպես մաքրվել, ազատվել եւ պահպանել դիմադրողականությունը եւ էներգիան։ Հղումը դեպի թեստ կգտնեք այս տեսանյութի տակ։ Ուշադիր եղեք, նայեք մեր ինֆորմացիոն մասում։